Որն է Վեհարանը սիրով ու քրիստոնեաբար ազատելու ճանապարհը։ Կոնկրետ ինչ նկատի ունի Փաշինյանը կամ ինչպես են պարզելու հնարավոր հաջորդ կաթողիկոսի կուսակրոնության ուխտին հավատարիմ լինել-չլինելը։ Հարցեր են, որոնց պատասխանը չունի անգամ թեման օրակարգ բերած վարչապետի թիմակից տարածքային կառավարման նախարարը։ Եղել են նորմալ հարաբերություններ այն ժամանակ, քանի դեռ եկեղեցին չի զբաղվել քաղաքականությամբ։ Դրանից հետո եկեղեցու որոշ հոգևորականներ զբաղվել են քաղաքականությամբ եւ մենք այդ որոշ հոգևորականների մասով որպես քաղաքական մրցակիցներ մեզ տվել են գնահատական։ Եվ ուրեմն կարելի է արդյոք ենթադրել, որ Գարեգին երկրորդի զավակ ունենալ-չունենալու հարցն օրակարգ եկավ եկեղեցականների ընդդիմադիր դիրքավորման պատճառով։ Ոչ, ասում է Դավիթ Խուդաթյանը, հրապարակել են հիմա, որովհետև ենթադրում են նոր են այդ մասին իմացել։ Վեհափարի անձնական կյանքն ընդդիմադիր падգամավորներին հետաքրքիր չէ։ Վստահ են եկեղեցու դեմ արշավ է, որը սկսվել է կոնկրետ պահից։ Հռոմեական Սուրբ եկեղեցին Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հետ համատեղ խորհրդաժողով էր կազմակերպել, որտեղ արծարծվել էր արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ Արցախում հայկական, քրիստոնեական, պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ Իսկ դրանից ավելի շուտ հունվարի 7-ին Ալիևը ասել էր կամ Հայաստանի իշխանությունները հայկական ֆաշիզմի դեմ պետք է պայքարեն, հայկական ռևանշիզմի դեմ, կամ ես Հայաստանի դեմ կպայքարեմ։ Խաչատրյանը չի բացառում, որ ակցիաներ, հավաքներ սկսվեն կաթողիկոսի դեմ Փաշինյանի ուղիղ կոչով։ Հիշեցնեմ, որ դեռ 18 թվականին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը փորձել է ներխուժել Վեհարան, Վեհափարի մեքենայի շարասյուններ փորձել կանգնացնել։ Այս իշխանությունները անցյալ տարի արդեն իշխանությունները ուղղակիորեն փորձեցին արգելել Վեհափարի մուտքը Սարդարապատի ուշահամալիր, այնպես որ որևէ ստորություն չեն բացառում։ Իշխանականները տևական ժամանակ պնդում են, որ եկեղեցուն պետք է հարկային դաշտ բերել, թափանցիկություն ապահովել։ Կան այդպիսի քննարկումներ, նախաձեռնություններ։ Պետնախագահն ասում է, իրեն համենայն դեպս այդպիսիք հայտնի չեն։ Այն մասով, որ առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի։ Այն մասը, որ իր հիմնական եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր որպես այսինքն վճարում է։ Եկեղեցուն եթե ոչ ոչնչացնել, գոնե հնազանդեցնել է ուզում իշխանությունը։ Համոզված է քաղպայմանագրից հեռացած падգամավոր Հովիկ Աղազարյանը։ Որևէ մեկն ասում է չպետք է իր քիթը խոթի եկեղեցու գործերի մեջ։ Մյուս կողմից ինքը կուսակրոնության ուխտի մասին սեփական մեկնաբանությունն ունի։ Կուսակրոնությունը ես նվաստես, որ չեմ եղել, չեմ հանդիսանում մակարդակի հավատացյալ, ես հասկացել եմ հետևյալ ձևով, որ չամուսնանան այդ մարդիկ, չամուսնանան, որպեսզի ազատ լինեն իրենց բաների մեջ, այսինքն կուսակրոնության հենց խախտված է, եթե այդպես նայենք։ Կուսակրոն, եթե ճիշտ եմ հասկանում, կույս բառի մասը։ Քաղպայմանագրի այսպես ասած ուխտը խախտած падգամավորը հայտարարում է, որ ինքն ու մյուս գործընկերը Հակոբ Ասլանյանը չեն սատարում պատիվ ունեմի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին։ Իրենք Էդմոն Մարուքյանին են տեսնում այդ դերում։ Իսկ Հայաստան խմբակցությունը հստակեցրել է իր դիրքորոշումը՝ կապահովեն պակասող 28 ստորագրությունը ողջամիտ ժամկետում իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ ՔՊԻ-ից անհրաժեշտ քանակի կողմ ձայներ կստանա թեկնածուն արդեն խորհրդարանում բուն քննարկման ընթացքում։ Հարցի մյուս կողմն է։ 6 հոգի պատիվ ունեմը, 28 հոգի Հայաստան դաշինքը 34 են, 20 падգամավոր պակասումը։ Այսինքն 16-ից 20 ԿՊԱ-ական պետք է թեկնածուի օգտին քվեարկի։ Ես այսօր հունիսի 9-ին դա ռեալ չեմ համարում։ Արթուր Խաչատրյանը համոզված է, իշխանափոխություն հնարավոր չէ առանց փողոցային պայքարի։ Իշխող ուժը մինչդեռ կասկած չունի, իրենք գնալու են գալիք ընտրություններին ու ստանան ընտրողների գերակշիռ մասի քվեն։ Մտահոգություն չունեն նաև իմպիչմենտի հարցում։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։